Վերջին զանգ հեռուստասերիալում սերը, թշնամանքը ու անցյալի ստվերները կրկին բախվում են։ Արամն ամոթով վերադառնում է տուն և պապիկին Բագրատին պատմում Սեմի հետ տեղի ունեցած քաշքշուքի մանրամասները։ Սեմը, իմանալով ճշմարտությունը իր հոր սպանության մասին, Արամին մեղադրում է և արգելում Մերիի հետ շփումը։ Բագրատը խորհուրդ է տալիս Արամին հանգիստ թողնել աղջկան, սակայն Արամը վստահ է, ինքն այլևս չի նահանջի։ Բայց այս ամենը հանգիստ չի մնում։ Սեմն անսպասելի հայտնվում է Բագրատի տանը ու փորձում հարվածել նրան։ Բագրատը կանգնեցնում է Սեմին զսպելով բռունցքը, բայց նրա աչքերում պարզ է մի բան. այս պայքարը դեռ նոր է սկսվում ու շատ կյանքեր է տանելու։ Մինչդեռ Վիկտորիան ու ավագը մի ելք են տեսնում դստեր փլվող հոգեվիճակից դուրս բերելու համար։ Նրանք կանչում են բժիշկ Գորմարկիչին, հույսով, որ նրա խորհրդով լավ նյարդաբանը կօգնի Անգելինային, բայց ոչ ոք պատրաստ չէր նրա արձագանքին։ Անգելինան առանց երկմտելու դուրս է անում բոլորին իր ննջասենյակից։ Ասում է, որ իր նեղության պահին բոլորը լռեցին ու երես թեքեցին, իսկ հիմա արդեն ուշ է։ Ինքը այլևս ոչ ոքի կարիքը չունի։ Այս ճնշող մթնոլորտում Աննան երկար չի դիմանում։ Նա հիասթափված է ծանր ճշմարտության կրող։ Որոշում է հեռանալ տանից ու բաժանվել Միքոյից։ Սակայն սկզբում ոչ ոք լուրջ չի ընդունում նրա խոսքը, կարծելով, թե սա ժամանակավոր է, Աննան զայրացած է, քիչ անց կհանգստանա ու ամեն ինչ կանցնի։ Բայց Աննան լուռ հավաքում է իր ճամպրուկը ու հեռանում։ Բոլորը ապշում են։ Հենդո փորձում է հետ պահել Աննային այդ մտքից։ Նույնն անում են նաև Ֆայնան ու Անետը։ Սակայն Աննան հաշվի չի առնում ոչ ոքի խնդրանքը և հեռանում է տանից։ Այսքան ժամանակ տանսիոն եղած կինը մի վայրկյանում անհետանում է բոլորի կյանքից։ Սակայն հեռանալուց հետո ստանում է այն զանգը, որին սպասում էր օրեր շարունակ։ Հենրին է, ասում է, որ երկրից չի գնացել։ Հիմա հալալի մոտ է և սպասում է նրան, որպեսզի խոսեն ու հասկանան։ Աննան գնում է հալալի տուն։ Նրանց հանդիպումն ու խոսակցությունը շատ անկեղծ է և միևնույն ժամանակ ցավոտ։ Աննան ասում է ճշմարտությունը իր տեսանկյունից։ Հավատալով Միքոյի խոսքերին, կարծում է, որ Հենրին ու Անգելինան քույր ու եղբայր են։ Բայց Հենրին հակառակը, չի վստահում հորը։ Նա արդեն կասկածում է, իսկ եթե Միքոն ստում է, եթե Անգելինան իրականում իր քույրը չէ, Աննան շփոթվում է Հենրիի խոսքերից։ Նա ևս խորանում է այդ հարցում և մտածում, թե որքան դաժան կարող է լինել Միքոն, եթե նման բան է խաբել ու դժբախտացրել իր հարազատ որդուն։ Ու հիմա, երբ հույզերը կրկին հասնում են իրենց գագաթնակետին, հարց է առաջանում. արդյոք Հենրին կփորձի պարզել ճշմարտությունը։ Իսկ ինչպես պետք է պարզի, իհարկե պետք է հանձնի ԴՆԹ թեստ։ Սակայն ԴՆԹ անալիզ հանձնելու համար նա պետք է հանդիպի Անգելինային։ Հարգելի հետևորդներ, արդյոք Հենրին կգնա այդ քայլին, թե Աննան նրան կհամոզի, որ այնուամենայնիվ նա ու Անգելինան քույր և եղբայր են։ Գրեք ձեր կարծիքը այս տեսանյութի ներքևում։ Բացի ասում եմ, աստորեն դու ես հորես գլուխի կերել, ասում բացի։ Բարև բոլորին, Աննա ջան, շատ երկար մտածելուց հետո հասկացա, որ անպայման պետք է ձեզ տեղյակ բերեմ Հայաստանը 7 օրով լքելու դեպքում։ Հետևորդներ ջան, դուք էլ շարունակեք նայել վերջին զանգը հեռուստասերիալը, լիքը լավ զարգացումներ է սպասվում։ Ժողովուրդ ջան, այսօր էլ այս տեսքով եմ նայեք։ Այս սերիալում կամ ես եմ տփում, կամ ինձ եմ տփում։ Լրիվ կռիվ կինո եմ խաղում, հա։ Վերջի զանգի նկարահանումները շարունակվում են։ Այնա։ Բագոն վազել է սովորում, որովհետև ֆուտբոլի առաջնություն։ Պատրաստ, ով ասում եմ, լավ գնում ես կյանք ողքած։ Ինչով ստոպ չտամ, չտար։ Մոտոր։ Դեմ նայելով հիմա մի գնաց։ Ստոպ։ Փախա։ Ժողովուրդ ջան, ես գիտեմ ով է սոսը։ Քանի նվերը շեն տվե Աննը չեմ ասելու։ Այդան եւ Ռոզան եկել են աշխատանքի նույն մազերով։ Նույն մազերով։
Իրականում ոց չենք։ Սիրում ենք իրար, այո, մենք սիրում ենք իրար ու ծիծաղում ենք։ So guys, հոլիդեի 10%, Սա գնացի։ Մենք ճամպրուկներով գնում ենք։ Իսկ ուր Դեպի պայծառ։ կիմանաք ու որտեղ այդուլ։ Ջան։ Որտեղ կիմանան։ Ռեկլամ ենք։ Իմ ստուդիայում Կարապետյան լեպի։ Էջը թողնում եմ ներքևում։ Չգիտեմ, այս ինչ պայմաններում եմ ես աշխատում։ Կիմանաք շուտա, սպասեք դեմ ճամպրուկները կտենակ ցույց տա։ Դրանով գնալենք մեր ստուդիա։ Ուրա։ Դու լա նկարում իրապես։ Շուտով տեսնելու եք Ռոզան ինձ։ Այո, այդուլը ինձ պար է սովորացնելու։ Բայց ինչ պար չենք ասել։ Այո։ Ժողովուրդ ջան, բարի երեկո բոլորիդ։ Ուրեմն հետևորդներիցս մեկը մի հարց է գրել, թե արդյոք ես ու իմ վերջիզանք հեռուստասերիալի Սեմ կերպարը իրար նման ենք, թե չէ։ Ասեմ ձեզ, չէ, հետ չէ, նման չենք իրար։ Կամ լավ, ինչ որ առումներով նման ենք, ինչ որ առումներով ոչ, ուրեմն ինչով նման չենք իրար։ Օրինակ ես իմ տեսակով շատ տաքարի ունեմ, բռնկվող եմ, կարամ միանգամից հունից դուրս գամ, տենց կռիվների մեջ ընկնեմ, մի խոսքով հասկացեք։ Իսկ Սեմը չէ, ինքը ավելի հանգիստ, ավելի զուսպ տեսակ է, ավելի կշռադատված է հարցերին նայում։ Այդ առումով նույնիսկ Սեմին նախանձում եմ, որովհետև կուզեի, որ ես մի քիչ այդպես լինեի։ Իսկ ինչով ենք նման, օրինակ ազնվությամբ մի քիչ զգամ էլի։ Հա, այդ առումով միամտությամբ ազնվությամբ ես էլ եմ մի քիչ տենց Սեմին նման։ Բայց ընդհանուր Սեմի կերպարը շատ եմ սիրում, անկեղծ շատ լավ կերպար է, շատ լավ տղամարդու կերպար է, Ուզեք չուզեք հանգիստ չեմ թողելու ձեր Հենրիին։ Ասենք ես այստեղ ինչ Անգելինա։ Ես Անգելինաս եւ Հենրին նկարում ենք թրենդ ես գոնե։ Ես եմ սկսում թելու։ Հա։ Հա, ես եմ սկսում թելու։ Ես գոնե խաղի ժամանակ չեմ սկսում ծիծաղալ։ Ես գոնե պատվոտկա տալուց չեմ ծիծաղացնում։ Ես գոնե շատ բարձր տրամադրությամբ ու բարձր ծիծաղալով չեմ գալի պլաշատ կա։ Причем դրանից հետո 5 անգամ տրամադրություն փոխում։ Ես գոնե միշտ կապ չունի ռեկ հա ռեկ չի, հեռախոսով չեմ խոսում։ Տարբեր գործնական հարցերով։